Շնորհակալություն ազգային ժողովի հարգելի փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի աշակերտներ, ես ուզում եմ շնորհավորել Հայաստանի ժողովրդին, որովհետև ես հավատում եմ, որ նախորդ շաբաթ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, եթե կուզեք պատմական իրադարձություն է տեղի ունեցել, եւ խոսքը այն փաստաթղթի վերաբերյալ է, որը հրապարակվեց Հայաստանի արտգործնախարարի եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի հանդիպումից հետո։ Ըստ էության ուրվագծվել է Հայաստանի ապաշրջափակման դետալները, դրվել է խաղաղության ինստիտուցիոնալացման հերթական հիմքը եւ գործնական հուն է մտել Հայաստանի կառավարության խաղաղության խաշմերուկ նախագծի իրագործումը։ Շնորհավորում եմ, որովհետեւ նախ եւ առաջ սա մի թեմա էր, որը օբյեկտիվորեն ուներ լի էր անվտանգային որոշակի ռիսկերով, առնվազն այն խոսույթը, որը կար այս թեմայի շուրջ, ուներ անվտանգային ռիսկեր եւ այս փաստաթղթով լիակատար այդ ռիսկերը չեզոքացվում են։ Բացի այդ, սա մի թեմա էր, որը ուղիղ 5 տարի, 2020 թվականից մինչեւ հունվարի 14-ը բոլոր հնարավոր ձևերով մանիպուլացվել է, թե Հայաստանի ներսում, թե Հայաստանից դուրս, եւ հիմա այդ մանիպուլյացիաների դաշտը, եթե չի չեզոքացել, ապա առնվազն շատ կրճատվել է, եւ հաջորդ ցուցիչը, որը ցույց է տալիս, որ այս նախագիծը, այս հայտարարությունը եւ դետալները շատ առանցքային եւ կարեւոր են, դա ընդդիմության տրամադրությունն է, որովհետեւ ակնհայտորեն ընդդիմության տրամադրությունը այս օրերին ընկած է, որտեղ ինչպես կարելի է 5 տարի անընդհատ ասել, որ միջանցքը տվեցին, միջանցքը տալիս են, միջանցքը հեսա վաղը կտան ու մեկ էլ տեսնում են մի փաստաթուղթ, որի մեջ օրինակ կա այսպիսի նախադասություն, որ Հայաստանի ինքնիշխանությունը եւ իրավազորությունը անքննարկելի եւ բացարձակ է։ Եվ այո, պարոն Խաչատրյան, ողջունում եմ, դուք ասացիք, որ միջանցք չեք անվանի, իսկապես չեք էլ կարող միջանցք անվանել եւ հետո էլ չեք կարող անվանել, որովհետեւ հարգելի գործընկերներ, դուք անընդհատ process-ներից ուշանում եք։ Հեսա ֆիզիկապես, իսկապես ոչ թե այլաբանորեն գնացքները կգան ու կգնան, իսկ դուք դեռ կասեք, որ միջանցքը տվեցին, միջանցքը տալիս են, միջանցքը հեսա կտան։ Եվ նաև իսկապես տարակուսելի է, թե ինչպես է, օրինակ այսօր ձեր գործընկեր պարոն Ռուստամյանն էր խոսել ինքնիշխանության վերաբերյալ, տարակուսելի է, թե ինչպես կարող են դաշնակցականները խոսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանությունից, երբ որ դուք ձեր ձեռքով հրապարակել եք հանրահայտ 004 շրջապերականը։ Սիրելի քաղաքացիներ, Հայաստանը ապաշրջափակվում է եւ սա լավ նորություն է, որովհետեւ սա բերելու է ձեզ բոլորիդ տնտեսական օգուտներ։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։